Նախ եւ առաջ ասենք, որ Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ծերունական թուլամտության այդ ընդհանուր տերմինի ներքո եղած հիվանդություններից մեկն է։ Եվ ես հիշում եմ, որ դոկտոր Ջեյնի համար շատ զարմանալի էր, երբ որ վերաբերմունքը 60-ից 65-ից հետո մարդկանց մեր երկրում ոչ բոլորի մոտ, իհարկե ոչ բոլոր ընտանիքներում, բայց գերազանցապես վերաբերմունք մի տեսակ դե լավ, դե արդեն 65 ես, դե լավ, դե 60 ես, եւ գյուղական բնակավայրերում, համայնքներում եւ քաղաքում, ինչն իհարկե ամենաընդունելի բանն է, որովհետեւ այստեղ էլ ունենք մի պատկեր, երբ որ մարդը ունի առողջական խնդիր, իրազեկված չեն եւ ասում են դե 70 տարեկան է, դե հիշողության հետ կապված խնդիր կլինի։ Անցած 7-8 տարիների փորձառությունը ինձ թույլ է տալիս ասել, որ գերազանցապես մեզ նաեւ բժշկի դիմում են հիվանդության արդեն առաջացած փուլերում, այսինքն ավելի բարդացած փուլերում։ Այդ պարզվացող մի որևէ գործողություն, որը արմատապես հրաշալի կարողանում է մարդը անել, այդ թվում կարող են որոշակի մասնագիտական բաներ լինել, ինքը դժվարանում է կամ եթե ավելի բարձր թողի վիճակ է, իսպար կորցնում է։ Ասում են, որ Ալցհեյմերի հիվանդության դեպքում հարազատները կարող են, չասենք խաբել, բայց հնարամիտ գտնվել, մեկ անգամ ասենք, ամրագրենք, որ դեմենցիայի հետ կապված ախտորոշումները, այդ թվում եւ Ալցհեյմերի հիվանդության դրվում է նյարդաբանի կողմից։ Դեմենցիան մի տեսակներ եւ բժիշկներն ասում են, որ կախված տեսակից բուժումը տարբեր է։ Ինչ պետք է նաեւ իմանա հանրությունը այս հիվանդության հետ կապված եւ եթե այսպես հավաքական դիտարկելու լինենք, ապա այդ վարքագիծը ինչպես մենք կարող ենք փոփոխել։ Ողջույն, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Օֆելիա Կամավոսյանը եւ մենք խոսելու ենք Ալցհեյմեր հիվանդության մասին։ Ողջույն Օֆելիա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Սա փաստորեն մի հիվանդություն է, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շարքից, որը փաստացի վնասում է մարդու նյարդային բջիջները եւ դրանք այլևս վերականգնման ենթակա չեն եւ այստեղ շատ կարեւոր է խոսել այս հիվանդության կանխարգելող էտապի մասին ավելի շատ եւ հետո ընթացքում երբ արդեն մարդը ախտորոշվում է այս հիվանդությամբ խնդրում եմ նախ մի փոքր մեզ պատմեք եւ ներկայացնեք թե ինչ է անում ձեր կազմակերպությունը այս կարեւոր ոլորտում եւ հետո արդեն անցնենք այդ կանխարգելման ու այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցին։ Նախ եւ առաջ ասենք, որ Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ծերունական թուլամտության այդ ընդհանուր տերմինի ներքո եղած հիվանդություններից մեկն է, որի ժամանակ մարդը խնդիր է ունենում կոգնիտիվ գործառույթների հետ կապված։ Դրան էլ իհարկե կանդրադառնանք։ Ալցհեյմերի խնամք Հայաստանը հիմնվել է 2017 թվականին, այն ստեղծել է ամերիկահայ ծերաբույժ Ջեյն Մահաքյանը, նա ավելի քան 30 տարվա փորձառություն ունի նահանգներում այս հիվանդության հետ կապված բուժման, ընտանիքների հետ աշխատանքի, այո, ծագումով հայ է եւ դա էլ կապում է Հայաստանի հետ, նա մշտապես, ասես ասեմ, մտքով, ոտքով հայրենիքում է, պարբերաբար գալիս է տարվա մեջ 2 անգամ եւ սովորել է դեռ սովետական տարիներին, խորհրդային տարիներին Երևանի պետական բժշկական համալսարանում կրթությունն ստացել, այսինքն կապված է հայրենիքի հետ։ Մեր առնչությունը եւ կազմակերպությունը որ հիմնեց, դա 2017-18 թվականներին սկսեցինք կոնֆերանսով բժշկական համալսարանի հետ Ալցհեյմերի հիվանդության մասին։ Այդ տարիներին 8 տարի առաջ քիչ էր խոսվում տերմինները, դեռ դեմենցիա տերմինը շրջանառության բժշկական հանրությունը իհարկե գիտեին մասնագետները, բայց մարդիկ լայն հանրությունը դեռ այդքան ով որ հետաքրքրված էր իհարկե կարդում էր, բայց ընդհանուր առմամբ այդպես տերմինն էլ անգամ ընդունված եւ չգիտեին մարդիկ։ Կոնֆերանսը, որ ուսանողների համար էր, նաեւ ընտանիքների անդամների համար, ովքեր որ ունեն նրանք ում ընտանիքում կա Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձ, եկան, լսեցին եւ դա սկիզբ եղավ եւ ես հիշում եմ, որ դոկտոր Ջեյնի համար շատ զարմանալի էր, երբ որ վերաբերմունքը 60-ից 65-ից հետո մարդկանց
մեր երկրում ոչ բոլորի մոտ, իհարկե ոչ բոլոր ընտանիքներում, բայց գերազանցապես վերաբերմունք մի տեսակ դե լավ, դե արդեն 65 ես, դե լավ, դե 60 ես, եւ գյուղական բնակավայրերում, համայնքներում եւ քաղաքում, ինչն իհարկե ամենաընդունելի բանն է, որովհետեւ հենց դա էլ այդ լուսանցքից դուրս համարելը եւ մարդիկ իրենք էլ իրենց դնում են, բերում է արդեն ասենք ատրոֆիայի ուղեղի էության, այսինքն մարդը սկսում է իրեն դուրս դնել, չշարունակել սովորել, շարունակել զարգանալ, վայելել, ճամփորդել, Փորձնել որոշակի մոտով կարծրատիպային մի գլոբալ բան եմ ասում։ Ուղիղ առնչություն մենք իհարկե չենք տեսնի, հա, բժշկական տեսակետից ես ինքս բժիշկ չեմ, իրավունք չունեմ ասել, բայց ընդհանուր է դուրս դնելը մարդուն բերում է դրան, այսինքն ակունքում այն է, որ վերաբերմունքը մարդու պիտի տրամադրված լինես, որ դե տարիքը 65-ը ինչ ընդհակառակը։ 65-ը դա նոր սկիզբ է, երբ որ դու արդեն հիմնական հոգսերը, այսպես ասած, ընտանեկան, այդ բեռը, որ ամեն դեպքում թե տղամարդ թե կին ունեն, դա արդեն թոթափել ես եւ կարող ես ապրել քեզ համար։ Սրա մասին իհարկե կասենք երկրորդ շնչառության եւ այդ սկզբի։ Սա էր կազմակերպության մասին այն ակունքներում եւ սկսեցինք աշխատել մի շարք ուղղություններով։ Հիմնական ուղղություններից էր հիվանդության վերաբերյալ հանրային իրազեկումը, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, ճանաչեն հիվանդությունը։ Սրա բաղադրիչներից մեկը խարանն է, ամոթն է, դրան էլ առանձին կանդրադառնանք, թե ինչու են ամաչում, ինչպես են ամաչում, ինչ դրսևորումներ է ստանում այդ խարանը, եւ ինչպես վարվել, եթե տանը կա հիվանդ անձնավորություն, այս խնդիրներն ունեցող, ում դիմել, սա մի առանձին ուղղություն է, ինչպես վարվել իր հետ, ինչպես հաղորդակցվել եւ ինչ ճանապարհ անցնել մինչեւ ախտորոշումը, որովհետեւ այստեղ էլ ունենք մի պատկեր, երբ որ մարդը ունի առողջական խնդիր, իրազեկված չեն եւ ասում են դե 70 տարեկան է, դե հիշողության հետ կապված խնդիր կլինի։ Ծերունական խնդիրների հետ են կապում առանց կոնկրետացնելու եւ նույնականացնելու։ Ոչ եւ ոչ։ Տարիքը առողջ ծերացումը եւ դեմենցիան, ծերունական թուլամտությունը, դրանք տարբեր բաներ են։ Մարդը մինչեւ կյանքի վերջին օրը պետք է լինի սթափ մտքով, գլխով եւ սա է, որ պիտի ճանաչենք, իմանանք, այսինքն եթե կան երևույթներ, դրանց էլի կանադառնանք կասկածամտություն, վարքային փոփոխություն, հիշողության հետ կապված, անհապաղ պետք է դիմել մասնագետի, ընթացակարգն են մարդկանց կհուշենք, թե ուր պետք է գնան, ինչ պետք է անեն։ Եկեք թերևս այս մասից էլ սկսենք։ Ինչու, որովհետեւ շատ ընտանիքներում, երբ արդեն այդպես 60-ից 65-ից անց, հա, ընտանիքի անդամ են ունենում եւ ուղղակի նկատում են, որ տարօրինակ է մի փոքր պահվածքը եւ այստեղ հիմնականում այդ հիշողության կորստի հատվածն է, որ ընդգծվում է, թեև այնտեղ մի քանի այլ խնդիրներ էլ կան հարակից, տեսողության հետ կապված, վարքագծի եւ այլն, հա։ Ինչպես փորձեն ընտանիքի անդամները ավելի ուշադիր լինել եւ հենց կոնկրետ ինչի վրա պիտի ուշադիր լինեն, որ սա կարծես ազդակ լինի արդեն գնալ նյարդաբանի մոտ եւ մասնագիտական օգնություն ցուցաբերել, այլ ոչ թե այդպես ինչպես մենք տեսնում ենք մեծամասնության բaragայում, ասում են, որ դե ուղակի ծերունական վիճակ է եւ ուղակի աչք են փակում այդ process-ի վրա, հա, ոնց կարողանանք իրենց ճիշտ ուղղորդել։ Անցած 7-8 տարիների փորձառությունը ինձ թույլ է տալիս ասել, որ գերազանցապես մեզ նաև բժշկի դիմում են հիվանդության արդեն առաջացած փուլերում, այսինքն ավելի բարդացած փուլերում։ Այն փոքր ախտանշանները, որ լինում են, սիմպտոմները, մարդիկ դրանց ուշադրություն չեն դարձնում։ Դե ոչինչ, բայց դա հենց այն շրջանն է, որ պետք է անհապաղ դիմել բժշկի։ Պատկերավոր մենք համեմատություն ենք անում միջանցիկ քամու ժամանակ դռան կամ պատոհանի շրխկալով փակվելուն, այսինքն դու պիտի հասցնես բռնես այդ հատվածը։ Երբ որ խոսում ենք կոգնիտիվ ֆունկցիաների մասին, դրանում նաև բացի հիշողությունը, տարածական կողմնորոշումն է։ Դրանում գրելու կարողությունը, կարդալու կարողությունը շատ տարբեր, երբ որ դուք ասում եք մարդիկ հիշողության խնդրի դեպքում են դիմում, շատ դեպքեր անցած օր ինձ մի կին մոտեցավ, հիշողության խնդիր կասեմ ինչով ուներ, ասաց ես գրել չեմ կարողam, գրելն էր դժվարանում։ Եղել են դեպքեր, երբ որ ծնողին տարել են ինչ-որ կարևոր տեղում նոտարի մոտ ստորագրելուց եւ գրիչի հետ, այսինքն անունը գրելու հասկացան ու գրելու ֆունկցիան, այսինքն մարդու
դա էլ է կոգնիտիվ ֆունկցիաների մեջ խնդիր ունի այս պահին։ Այդ պարզ թվացող մի որևէ գործողություն, որը արմատապես հրաշալի կարողանում է մարդը անել, այդ թվում կարող են որոշակի մասնագիտական բաներ լինել, ինքը դժվարանում է կարողանում կամ եթե ավելի բարձր թողի վիճակ է, իսպառ կորցնում է։ Եղել են դեպքեր, որ մարդիկ անգիր չեն անում, մի կին մոտեցավ ասաց ես հայր մերն էլ չեմ կարողանում ասել, այսինքն անգիր անելը, այստեղ որ արդեն կասենք թե մենք ինչ լուծումներ ենք առաջարկում նաև այս բaragում, այսինքն պետք է ուշադիր լինել հարազատի հանդեպ եւ այստեղ հետաքրքրականն է, երբ որ ցավ կա, ցավը որպես ախտանշան է մյուս օրգան համակարգերի դեպքում, մարդը ցավ ունի, ինքը հակված է գնալու բժշկի, բայց եթե ինքը կասկածամիտ է կամ ինչ որ ոչ միշտ է, սկզբնական փուլերում մարդը ունի այդ քննադատական մոտեցումը, որ կարծես թե իմ մոտ մի բան այն չէ, բայց հետո արդեն իրենք հրաժարվում են, կխուսափեն բժշկի գնալուց։ Հետո մի երևույթ էլ կա, որ հարազատներն իրենք էլ կարծես թե թաքցնեն։ Եղել է որ զանգ են տալիս մարդիկ եւ սկսում են մեղմ ներկայացնել, ասենք ծնողի հետ կամ ամաչելուց, կամ ուղակի սիրելուց, մտածում դե լավ ոչինչ, ասենք շորերը, հա, ասենք շորերը հակառակի հակեր կամ տարբեր կամ ձմեռային համար ինչ որ մի բան կամ տնից գնում են եւ հասցեն փորձում են եկել մեղմ ներկայացնել եւ այն դեպքերում են դիմում, երբ որ արդեն շատ ուշ է եւ շատ ակնհայտ։ Այո, ես ինչու եմ դեպքերով ասում մարդկանց, որովհետեւ հիմքը իմ այսօրվա խոսակցության ներկայացնելու դա մարդկանցից ստացված, այսինքն իրական դաշտից եկած, ինչու եմ ինձ մեծ պատասխանատվություն այս թեմայով խոսել է, ինչու եմ դա ստանձնել, որովհետև ես պարբերաբար եմ զանգեր ստանում։ Մարզերից մեկից մի տղա զանգել էր, ասում էր հայրս լավ չի զգում, բայց ուզում է վարել մեքենան։ Ես ինչ անեմ, որովհետև արդեն հասկանում էր, որ դա խնդիր կարող է լինել նաև մյուս մարդկանց կյանքի համար, այսինքն ինչ այդ տարել էր, որտեվ լավ զավակ էր, այսինքն իր ծնողն է, բայց այս դեպքում արդեն եւ այստեղ որ մեր փորձառու շատ խնամատարների խորհուրդն են փոխանցում, ասում են, որ Ալցհեյմերի հիվանդության դեպքում հարազատները կարող են, չասենք խաբել, բայց հնարամիտ գտնվել, այսինքն տվյալ դեպքում ես խորհուրդ տվեցի, որ մեքենան տանը չկայանեն, այլ տեղում կայանեն եւ ասեն, որ մեքենան օրինակի համար նորոգման է երկար ժամանակով կամ ինչ որ մի բան, որպեսզի որովհետեւ եթե դու ուղիղ ասես, այո, եթե չէ, կարող է բերել այլ հաղորդակցման իսկապես լուրջ անելիք կա, թե ինչպես մոտենալ, ինչ ասել, դանդաղ ասել, կրկնել մի քանի անգամ པարզ նախադասություններով, որպեսզի հիվանդություն ունեցող անձի հետ հեշտ լինի հաղորդակցությունը։ Հետաքրքիր է։ Ուրեմն ախտորոշման գործընթացը որպես կանոն, էլի հա պարտադիր բնականաբար բժիշկներն են անում որպես կանոն MRT-ի հետազոտության միջոցով եւ եթե արդեն կա դրված ախտորոշումը, հետո ինչ պետք է արվի, որ քայլերը պետք է արվեն ընդհանուր առմամբ պահպանման տեսանկյունից, որպեսզի շատ պրոգրեսիվ չլինի, որտեվ ես որքանով ուսումնասիրում եմ ըստ հետազոտությունների արդեն ախտորոշումը դնելուց հետո մոտ 3-ից 9 տարի տևողություն է տրվում, որտեվ այն բավականին պրոգրեսիվ հիվանդություն է, որպես այդպիսին։ Ինչպես եւ ինչ ծառայություններ կարելի է տրամադրել, որ մի փոքր գոնե հիվանդության ընթացքը եւ հենց իր պացիենտի եւ ընտանիքի անդամների համար ավելի հեշտ լինի։ Մենք ասում ենք կյանքի որակը բարելավող։ Մինչ գալ ախտորոշումը ճանապարհ կա, որ մարդիկ չգիտեն։ Ես գիտեմ, որ առողջապահության նախարարությունը արդեն ունի այդ ընթացակարգերը, թե ինչ ճանապարհ պիտի անցնի մարդը կամ հնամատար ընտանիքի անդամը, եթե կա այս կասկածը։ Մեկ անգամ ասենք, ամրագրենք, որ դեմենցիայի հետ կապված ախտորոշումները, այդ թվում եւ Ալցհեյմերի հիվանդության դրվում է նյարդաբանի կողմից, սա շատ կարևոր է ֆիքսել։ Այո։ Հիվանդության ավելի ուշ փուլերում գործին միանում է նաև հոգեբույժը, ինչու, որովհետև պատահում են նաև պսիխոտիկ երևույթներ, ոչ պարտադիր պայման է, բայց հաճախ վարքային խնդիրներ, որտեղ արդեն, այո, որտեղ պետք է շտկումները, դեղորայքային միջամտությունը կատարվի հոգեբույժի կողմից, բայց այն փուլում, որ մենք առաջարկում ենք, հորդորում ենք մարդկանց չզլանալ, չվախենալ գնալ բժշկի, նյարդաբանին պետք է դիմեն։ Շատերը գումարն են նաև, որտեղ կենսաթոշակառունային մասն է խոսքը, մեջտեղ բերեմ, ես դրան էլի պատասխան ասեմ, որ առաջին գանգատների
դեպքում կարող են ուղղակի դիմել ընտանեկան բժշկին, դա անվճար է, ընտանեկան բժիշկը կուղորդի նյարդաբանին, դա կրկին անվճար է եւ նյարդաբանն արդեն կդնի ախտորոշումը դրանից բխող։ Հիմա գամ ձեր հարցին, այստեղ էլ ասեմ, որ մեր կազմակերպությունը այս տարիների ընթացքում կոլեգաների նաեւ նախարարության աջակցությամբ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացրել է վերապատրաստման ծրագրեր, որպեսզի նյարդաբաններն էլ որոշակի գիտելիքներ, վերջին տենդենսները իմանան հիվանդության հետ կապված, իմանան ինչպես տարբերակել, ինչպես ուղղորդել, ում ուղղորդել, գնահատման հատուկ համակարգեր կան, որտեղ ինչպես նշեցինք, եթե ցավը չի մեզ դրթիչը, հա, ուրեմն գնահատման համակարգեր կան, որոնցից մեկը բերել խնդիրը։ Այո, որոնցից մեկն էլ Մոնրեալյան կոգնիտիվ տեստն է, որի միջոցով ստուգում է միաժամանակ կարճատև հիշողությունը, համատաբար երկարատև, տարածական կողմնորոշումը եւ այլն, այստեղ նաեւ կրթական ցենզն է կարեւոր եւ այդ 30 բալ ունեցող թեստի միջոցով 3 աստիճանի որոշվում է, որ մարդու մոտ ինչ խնդիր կա, կոգնիտիվ ինչ խնդիրներ կան, սա ախտորոշման համար հիմք չէ, բայց մեկն է բժշկին պատկերացում է տալիս, բացի այն առաջնային էտապական այո պատկերը, որ ընտանիքը պատմում է։ Այսինքն հիմա գանք այն հարցին, թե ախտորոշում ունեցավ Ալցհեյմերի հիվանդություն։ Այստեղ էլ դեմենցիան տեսակներ եւ բժիշկներն ասում են, որ կախված տեսակից բուժումը տարբեր է։ Ասենք լույի մարմնիկներով դեմենցիան այլ բուժում ունի եւ դեղորայքը այլ ձևով են կիրառում, շատ կարեւոր է, անչափ կարեւոր է, որ հենց նյարդաբանը բանիմաց զբաղվի ու ես կարող եմ ասել, որ մեր երկրում լավագույն կլինիկաներն ու լավագույն մասնագետներն են, պետք է դիմել, ախտորոշվել, տեսակը պարտադիր բացի նշված թեստերից կիրառվում է նաեւ MRT հետազոտությունը հատուկ մշակված ծրագրով։ Այո, եւ այնտեղ տեսնում են ուղեղի, որ հատվածներն են ախտահարված, ինչ աստիճանի եւ այլն։ Բոլոր դեպքերում բացի դեղորայքային բուժումը կախված վիճակից, երբ որ բժիշկը կորոշի նշանակել, ցուցված է այսպես կոչված ակումբներ կոգնիտիվ խթանման վարժություններ։ Այստեղ է որ արդեն նորից գալիս են Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության դաշտ եւ ոչ միայն։ Մենք ունենք հիշողության եւ աջակցության սրճարաններ, հենց բառն սրճարան է, որովհետեւ դրանք այնտեղ այսպես ասենք հիվանդ մարդիկ չեն, երբեմն մարդիկ շատ ուրիշ ընկալում ունեն, զավակները զլանում են ծնողներն են անհարմար զգում, մարդը ծերանոց է, ծերանոց չէ, բառը ընդհանրապես չենք օգտագործում, ես կբերեմ օրինակներ, թե մարդիկ ինչ սիրով են գնում այնտեղ, որտեղ իրենց հասակակիցներն են, որովհետև ինչքան էլ առողջ ու լավ հարաբերություններ ունեն ընտանիքի անդամների հետ, թոռների հետ, զավակների հետ, տարեկցի հետ իրենց զրույցների թեման ուրիշ է, ուրիշ սերունդ է, ուրիշ երաշտական ճաշակ, այո, բոլորովին այլ բան է։ Մենք շատ ենք ունեմ դեպքեր, որ մարդիկ գալիս են, դե ես հայտնի ճարտարապետ եմ եղել, ես հայտնի բժիշկ եմ եղել, ես իմ տեղը չի բան, բայց առաջի հանդիպումից մենք ասել ենք լավ, դուք եկեք, դուք փորձեք, բայց հետո իրենք գտել են եւ մեկ ուրիշ ճարտարապետի, մեկ ուրիշ երաշտի բժշկի եւ սկսել են հաճախել ու այն արձագանքները, որ մենք ստանում ենք, որ իմ կյանքը փոխվեց, որ իմաց ստացավ, սա վկայություն է դրան, ուրախությամբ ուզում եմ ասել, որ արդեն մի քանի տարի առողջապահության նախարարությունը իրականացնում է առողջ երկարակեցության պետական ծրագիր, որը մեծամասամբ նպատակ ունի նաև դեմենցիայի կանխարգելումը։ Սա ամբողջ հանրապետության տարածքում է լինում, թե միայն Երևանում։ Այս պահին, ես քանի որ համակարգում եմ այդ ծրագիրը, կարող եմ ասել, որ այս պահին մենք ունենք 11 հիշողության առողջ երկարակեցության, այսինքն ակումբներ Երևանի վարչական շրջաններում, Նոր-Նորքում, քանի որ համայնքը շատ է մեծ, 2 ունենք եւ անընդհատ ընդլայնելու ենք, բացի դրանից արդեն մարտից կգործեն 4 ֆիզիկական ակտիվության ինտենսիվ խմբակներ։ Սրանք այն խմբակներն են, որ հիմնական առողջ երկարակեցության ակումբների մարդկանց մեջ հիմնականում կանայք են գալիս, դա էլ մի առանձին թեմա է ու հարց է ինչու, այո։ Դրան էլ կանդրադառնանք, կան նաև հարգարժան տատիկներ, որ ակտիվ են, կարող են եւ իրենց բավարար չէ այն նվազագույն ֆիզիկական ակտիվությունը, որ ստանում են կոգնիտիվ վարժանքներ, որ ստանում են ակումբներում եւ դրանց համար անսալով իրենց խնդրանքին որոշում է կայացվել արդեն ապրիլից եւս 4 ֆիզիկական ակտիվության ակումբներ բացել։ Հետաքրքիր է, որ մենք ունենք նաեւ Վանաձորում ակտիվ երկարակեցության ակումբ, ունենք Կապանում եւ
չասեմ պիլոտային, բայց փորձ ենք արել Արարատի մարզի Շահումյան գյուղում էլ ունենալ, որպեսզի տեսնենք մարդկանց արձագանքը գյուղական համայնքներում, որովհետև բնակչությունը մտածելակերպը տարբեր է։ Ավելի պահպանողական է։ Այո, բայց պատկերացրեք, որ որտեղ մարդիկ հետո գյուղերում ներգրաված են ակտիվ ֆիզիկական աշխատանքով, իրենք այգիներում աշխատում են ու իրենց համար դա լրացուցիչ ֆիզիկական ակտիվություն է, բայց այն ինչ որ անում ենք, դա էլ հետաքրքիր է, երբ որ իրենք հագնվում են, տրամադրում են, տեղ են գնում, որովհետև սովորաբար տատիկներին միշտ մենք ենք այդպես անցալել, որ մեկն է որ մեզ թխում է, եփում է, օգնում է, պահում է, բայց տատիկներն էլ իրենց ապրելու ժամանակ, չէ՞ որ իրենք ամբողջ կյանքը դա արդեն արել են եւ հիմա վերջապես գալիս է երկրորդ շնչառության ժամանակը։ Մենք խորհուրդ ենք տալիս, որ շաբաթվա մեջ այդ մի ժամը, շաբաթվա մեջ այդ 2 ժամ ուղղակի տրամադրել ձեզ, ուղղակի տրամադրել ձեզ հեռախոսները դնել մի կողմ եւ վայելել եւ ընկերանալ եւ երաժշտություն լսել, էքսկուրսիաներ գնալ, վարժություններ կատարել, որովհետեւ ինչքան էլ իրենք գիտեն, որ տանը պետք է վարժություններ անեն, հոդերի, մատների չեն անում։ Իսկ խմբով նաեւ սա հետաքրքրական է, նոր շփումներ հաստատելը, նոր ընկերներ ծանոթանալը, սա իսկապես կյանք փոխող փորձառություն է, որ մենք տեսնում ենք։ Այ տեսեք, հետաքրքիր է, որ Ալցհեյմերի մասով մինչ օրս այդպես շատ հստակ պատճառները վերհանված չեն այս հիվանդության ու 70% եւ ավելը դիտարկվում է որպես գենետիկորեն արտահայտող հիվանդություն, բայց շատ են հետազոտությունները եւ նաեւ խորհուրդները այս մասով, հա, որ պետք է մինչ այդ մտածել եւ վարքագծի կենսակերպի միջոցով ինչ որ իմաստով այդ կանխարգելումը անել։ Օրինակ, չգիտեմ, եթե մենք ատամները լվանում ենք միշտ աջ ձեռքով, ցանկալի է գոնե շաբաթվա մեջ 2-ից 3 անգամ ձախ ձեռքով լվանալ։ Եթե մենք ինչ որ բան խառնում ենք աջ ձեռքով, փորձենք ձախ ձեռքով սա անել։ Այդ կանխարգելման մասով, հա, ինչ ուղեցույցներ ունեք եւ ինչ եք հորդորում այն մարդկանց, ովքեր մոտ են այդ տարիքին եւ գուցե իրենց մոտ եւս սա դրսեւորվի, փորձեն ինչ որ իմաստով կանխարգելել, ինչ գործողություններ պիտի անեն։ Ասեմ, հումանելով մեր եվրոպացի գործընկերներին, որովհետեւ Ալցհեյմեր խնամք Հայաստանն է, Ալցհեյմեր Եվրոպա կազմակերպության անդամ է 41 եվրոպական այլ երկրների հետ եւ երբ որ գնում ենք մեզ հետազոտություններ այնտեղ արվում են գիտական կենտրոններում 14 ռիսկի գործոն կա եթե մարդը կյանքի ընթացքում դուք ասում եք 50-60 ես ասեմ 40-ից մենք դա պահենք այո գալի չափով կկանխարգելենք դեմենցիան դրա մեջ այնպիսի գործոններ ինչպիսին է լսողությունը քրոնիկ հիվանդությունների կոմպենսացված պահելը այսինքն բարձր ճնշում բոլորը ունեն սիրտանոթային խնդիրներ այո սիրտանոթային խնդիրներ շաքարային դիաբետը այս բոլոր խնդիրները որ կան վահանաձև գեղձ պետք է կոմպենսացված պահել այսինքն հետևել չասել դե 160 է ճնշումս բայց ես լավ եմ չխմեմ ոչ եթե ճնշումը զարգերակային 160 պիտի անպայման դեղորայք ընդունեք որպեսզի գա հաստորեն խթանիչ լինել այս տեսակ այո միանշանակ ժառանգականության գործոնի մասին դուք խոսեցիք սա էլ մեկուսացումը երբ որ մարդը չի շփվում շատ կան դեպքեր որ շատ ինտելիգենտ կիրթ մարդիկ իրենք ասում են որ ես տանը գիրք եմ կարդում ես չգամ ես ինձ հետաքրքիր եմ բայց դու մենակ ես այսինքն սոցիալական շփումները նույնպես նոր մարդկանց ճանաչելը նույնպես խթանում նոր նեյրոններ առաջանալ ճամփորդելը մենք շատ խորհուրդ ենք տալիս նաև իհարկե բժիշկներից սովորած մենք ինքներս էլ այս տարիների ընթացքում բժիշկների հորդորներն ու կոչերն ենք լսել որ եթե օրինակ ձեր թորանը մանկապարտեզ տանում եք այս ճանապարհով մյուս անգամ եկեք այն ճանապարհով եթե օրինակ հանդիպումների ժամանակ լինում է ինչ որ մեկը նստում է ձախ կողմի ասենք այս նստարանին ես միշտ խորհուրդ եմ տալիս մեր մասնակիցներին ասում եմ փորձեք դուք ձեզ վարժություն արեք ոչ թե միշտ եկեք նստեք այն տեղում որ դուք սովորեք այլև հələ այս անգամ էլ նստեք աչի վերջից երկրորդ առաջին այսինքն այս փոփոխություններն են շատ կարևոր նոր համեր նոր հոտեր փորձելը նոր տեղեր գնալը դե մաքուր օդը գիտեք բաներ կան որ հնարավոր է շտկել կանխարգելել բայց գործոններ կան որ իսկապես չենք կարող որևէ կերպ ընդհանրապես ուրախ լինելը, որովհետեւ դեպրեսիվ տրավմատիզմ, ստրեսը, անցած օրը ես հենց բժշկի հետ էի խոսում, որ հետազոտություն էին կատարել, ստրեսի գենն էին հետազոտել եւ ստրեսը, ինչի մեջ ենք մենք մշտական, սա նույնպես նպաստող գործոն է, այսինքն լավատեսությունը, բարությունը, սա էլ է, որ
Ռիսկի գործոնների մեջ է, այսինքն պետք է հաշվի առնել կանխարգելելու դեմենցիան։ Իսկ հետաքրքիր է կան ինչ-որ ուղեցույցներ, որոնք գուցե ձեր կազմակերպության միջոցով կամ պետական մարմինների միջոցով ստեղծվել են ուղղված խնամողներին կամ օրինակ ընտանիքի անդամներին, թե ինչպես նաև իրենք փորձեն վարվել ընթացքում։ 2019-20 թվականներին մենք ստեղծեցինք խնամողի ուղեցույց, որի մեջ նաև կոնտակտներ էին, թե ում դիմեն, բայց այնտեղ թե ինչպես խոսել, ես ասացի դանդաղ ասել նախադասությունը, հագուստը, եթե շփոթում են արդեն հիվանդության ուշ փուլերում, հագուստը դասավորել, որովհետև իրենք երբեմն հակառակն են հագնում ամառային հագուստը ձմեռայինի։ Մեր շատ փորձառու խնամողներն ասում են, որ հագուստի վրա, ինչպես երեխաների պարագայում, անունազգանունն է պետք գրել կամ գրպանում գրել դնել, որովհետև եթե ոստիկանական տեղեկագրերին բոլորիս աչքին էլ ընկնում են, երբ որ ասում են պապիկը կամ տատիկը դուրս է եկել տանից եւ անորոշ ուղղությամբ, որտեղ իրենք տարածական կողմնորոշումը կորցնում են, բայց դու ասել համոզել, որ դու մի դուրս արի, երբեմն չի լինում։ Մենք ինքներս էլ տրանսպորտում տեսնում ենք մի տատիկ, մի պապիկ, որ արդեն պիտի ուղեկցողով դուրս գար, մենակ եկել։ Երբեմն մենակ են ապրում։ Շատ հաճախ չեն լսում, երեխաների պես չեն լսում եւ այսինքն այս ուղեցույցերի մեջ նաեւ սա է, այո, եթե երբեմն լինում է իրենք սենյակներն են շփոթում, տան եւ սա էլ է խնդիր, շատ հաճախ ճաղավանդակներն անում, որտեղ իրենք ան պատուհանը դրան հետ շփոթել նույնիսկ այդպես։ Մեր շատ փորձառու խնամողներից մեկը Տիկին Սիլվան մի հնարք ինքն էր մտածել, որտեղ 20 տարուց ավելի աշխատել էր, իրենք երբ որ դուրս են գալիս տնից, ծալկում են, այսպես ասած, ինքը հայլի էր ամրացրել դրան ներսի կողմից եւ երբ որ այդ հիվանդը փորձում էր դուրս գալ, ամեն անգամ ինքը իրեն տեսնում էր ու ոնց որ մտածում էր, որ մարդ կա շուրջը, հա, ու հետ էր գալի, չէր գնում, այդ եղանակով էր, որ մտածել էր, շատ հմտություններ կան, որ խորհուրդ ենք տալի, մենք ունենք մշտապես կազմակերպում ենք ընտանիքի անդամների համար, հարազատների համար հանդիպումներ, on-line մեր հոգեբանները բացատրում են այս նրբությունները եւ շատ կարեւոր է հարթակը, որ այսպես համայնքը, որովհետև իրենք իրար ավելի լավ գիտեն։ Օրինակ ինձ անդադ ուտելիք կպահանջեն, այդ ընդունված բան է, որ երբ որ Ալցհեյմեր հիվանդություն ունեցող մարդը կամ դեմենցիա ունեցող մարդու հարազատները ասում ինձ չեն կերակրում, լավ չեն կերակրում, մեկ էլ տեսնում ես զավակը արդարանալով ամաչելով, որ չէ կերակրում, մենք չի հիշում, բայց մենք որ արդեն այս ամենի մեջ ենք, գիտենք, որ իսկապես դա երբեմն Զուտ հիշողության հարցն է։ Հետաքրքիր է, որ այս հիշողության հետ կապված նաև կա այսպիսի դիտարկում, որ լինում է, որ իրենք շատ խորը մանկությունից ինչ-որ բաներ շատ լավ հիշում են, բայց ավելի թարմ տեղի ունեցած մի երևույթ կամ իրենց հետ կապված գործողություն, որ արել են, ընդհանրապես չեն հիշում, թեկուզ մեկ օրվա կամ մի քանի ժամ առաջվա կտրվածքով սա իսկապես այդպես է, թե ոչ։ Կա այդպիսի բան, բժիշկները բացատրություն ունեն դրան, լավ կլինի, որ բժիշկ էլ լինի, նյարդաբան կասի, այո, շատ է պատահում, մենք ունեինք մեր Համլետ պապիկին, բացառն հիշատակը, մենք շատ զբաղվում ենք, մեր տնային այցերի ժամանակ վարժություններ են կատարում բան ու այդ վարժությունների ժամանակ հիշողություն դե չուներ արդեն լավ չէր, բայց այդ վարժությունների ժամանակ մեկ էլ սկսեց պատմել, ասեց ես որ 12 տարեկան էի, որ ֆիզկուլտուրա էինք անում, ինչ որ դպրոցում, այսինքն այդ վարժությունները իրեն հիշեցրեցին, խթանեցին, հիշեցրեցին ինչ որ մի դրվագ իր մանկությունից։ Թերապիաների մեջ շատ խորհուրդ է տրվում, դոկտոր Ջեյնն էլ ասում է, որ դնեն միացնեն այն երաժշտությունը, որ իրենք լսել են իրենց երիտասարդության ժամանակ 20-30 տարեկանում այդ սովոր երաժշտությունն էլ կարծես թե ուղեղի համար ինչ որ խթան է վերհիշելու գալու այդ ուղեղին խթանը հիշելու այսօրը կապելու անցյալի հետ, բայց այդպիսի երևույթ կա, իրենք կարող են հիշել իրենց առաջին ուսուցչուհու անունը, ընդհանրենք, բայց չհիշեն թե ուր են դրել, օրինակ բանալին, այսպես։ Խոսելով կանխարգելումից ընտանիքի անդամից, կարծում եմ այստեղ շատ կարևոր է նաև անդրադարձ անել ընդհանրապես հանրությանը, որովհետև ցավոք սրտի մենք ունենք մի այնպիսի իրականություն, որտեղ տարբեր հիվանդությունների մասով իսկապես խարանը շատ արտահայտված է։
Եվ թերևս այստեղ Ալցհեյմերի հետ կապված նաև որոշակի զուգադիպությամբ դիտարկում են նաև որպես հոգեկան առողջության հետ կապված խնդիր, ինչը եւս թույլատրելի չէ, այսինքն կապ չունի ինչ հիվանդություն ունի, մարդը յուրաքանչյուր պարագայում պետք չէ խարանի առաջ կանգնեցնել, բայց ամեն դեպքում խոսելով սրա մասին, ինչ պետք է նաև իմանա հանրությունը այս հիվանդության հետ կապված, եւ եթե այսպես հավաքական դիտարկելու լինենք, ապա այդ վարքագիծը ինչպես մենք կարող ենք փոխել։ Սկզբունքը այստեղ կարմիր թելի պես այն է, որ մեզանից որևէ մեկը ապահովագրված չէ։ Աշխատանքի ընթացքում շատ ամեն տեսակի մարդու հետ, ամեն տեսակի վերաբերմունքի մենք առերեսվում ենք, աշխատում ենք դպրոցների հետ, որ մեզ հյուրընկալում են պետական ծրագրով, շատ շնորհակալ ենք, աշխատում ենք համայնքների հետ, շատ տարբեր, ու ես կուզեմ այսօր այստեղ լավագույն օրինակները հնչեցնել, խրախուսելու Շահումյան գյուղում, երբ որ մենք առողջ երկարակցության ակումբը կազմակերպում ենք դպրոցի շենքում, համայնքի ղեկավարի որ իմացել էր, ասել էր մեր ավակներին հրավիրում եմ իմ կաբինետ, ու հիմա պարապմունքները անցնում են համայնքի ղեկավարի կաբինետում։ Այսինքն հասկանալու բոլորս պիտի հասկանանք, որ 65+ մարդիկ կամ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդիկ, իրենք աներևույթ մարդիկ չեն, իրենք մեր մայրերն են, մեր մորքուրներն են, հորքուրներն են, քեռներն են, եւ մենք ենք մի 20, որոշ դեպքերում 30 տարի հետ, այսինքն այս ամենը մեզ համար է, եւ խրախուսելով, եւ լավ վերաբերմունք ցուցաբերելով, եւ հարմար ծառայություններ ու առողջ միջավայր ստեղծելով, մենք մեզ համար ենք այս ամենն անում։ Իրականում այն ընտանիքներում, որտեղ կա առողջ սերունդ, այդ 3 սերունդը, պապիկը, այսինքն պապիկ տատիկը, զավակները եւ թոռները, դա հենց առողջ հասարակությունը, առողջ ընտանիքն է, եւ իմ փորձառությունը ես արդյոք օգտվեմ եւ ասեմ, որ արդեն 3 տարի ստեղծել եմ եւ վարում եմ երկրորդ շնչառություն հաղորդաշարը, որ 65+ մարդկանց համար է եւ դրա առանձին ուղղություններից մեկն էլ պլյուս-մինուս 100 շարքն է, երբ որ այցելում եմ ինքս, քանի որ իրենք արդեն չեն կարող տաղավար, գնում եմ 100 տարեկան մարդկանց հետ զրուցում եմ, հասկանում եմ եւ մի պարզ օրինաչափություն եմ հասկացել, որ այն ընտանիքներում, որտեղ մեծին հարգում են, սիրում են, պահում են, փայփայում են, մարդիկ ապրում են երկար։ Այսինքն սկզբունքային է, որ հասարակությունը ընտանիքն է լավ վերաբերում մեծին, որովհետև դա է ճանապարհը, դա է ճիշտ ուղին առողջ հասարակության, առողջ ընտանիքի եւ մեզ յուրաքանչյուրի։ Սա շատ կարևոր հարց է եւ ինձ թվում է մեզ դիտող շատ տարբեր սերնդի մարդիկ այս իմաստով կարող են տարակարծիք լինել, որտեվ վերջին շրջանում հատկապես շատ այսպես ուրբանիզացված կյանքի պարագայում մի շարք մարդիկ մտածում են, որ շատ ավելի ճիշտ է, երբ իրենք առանձին են ապրում, երբ մեծերը 60+65+ մարդիկ առանձին են ապրում, ինչ որ իմաստներով այդտեղ շատ ճշմարտություն կա, դրական կողմ կա, բայց նաև կա շատ բացասական կողմ եւ միանշանակ օրինակ այն կապը, որը ստեղծվում է թորնիկի եւ պապիկ տատիկի միջեւ, դա երբեք չես կարող համեմատել ծնողների հետ կապի հետ, որտեղ դրանք շատ տարբեր են եւ որպես հարաբերություններ եւ որպես ինֆորմացիա եւ որպես վերաբերմունք ու սիրո դրսեւորում, որը բոլորովին տարբերվում է ծնողներից եկող։ Կասեք, խնդրեմ, թե ինչպիսին է մոտեցումը նաեւ բոլոր այն 65-60+ մարդկանց նկատմամբ, ովքեր տարբերվում են եւ փորձում են նաեւ ինչ-որ քայլեր անել այդ ակտիվությունը դրսեւորելու իմաստով։ Եվ այստեղ ես կուզեմ նաև զուգահեռներ տանենք շատ այլ երկրներում, հատկապես եվրոպական երկրներում, երբ մենք տեսնում ենք, որ 65 տարեկան մարդը դա լիովին, կարելի ասել համեմատաբար առողջ, նույնիսկ իրենք կարող են, չգիտեմ, արշավների մասնակցել, նոր գործ սկսել, նոր բիզնես սկսել, նոր գիտելիքներ սովորելու համար, նույնիսկ նոր մասնագիտություններ ձեռք բերել։ Այդ անցումը մեզ մոտ մենք ինչպես կարող ենք կազմակերպել եւ ունենք արդյոք նմանատիպ նաեւ օրինակներ, որպես դրական պատմության օրինակներ։ Կանխարգելելու մասին երբ որ խոսում էինք, հարազատները պիտի չխնայեն տատիկ-պապիկներին։ Սա շատ կարևոր է, որովհետեւ իրենց հանձնարարություններ տալով, իրենց առաջ խնդիր դնելով մենք նաև կյանքն ենք երկարացնում եւ իրենք ստիպված են լինում ինչ որ մի բան անել, խնդիր լուծել, այդ խնդիր լուծելով կյանքը մի միջադեպ պատմեմ երեխաների պարապմունքի տեղում նստած սպասում ենք մի պապիկ էր թորնիկին էր սպասում մեկը եկավ ասեց դու ես պահում երեխուն ասեց չէ երեխեն է ինձ պահում այսինքն նախ ծանրաբեռնենք հավատանք իրենց ուժերին թույլ տանք որ փորձեն
Վերջին տարիներին ուրախությամբ ասեմ, որ շատ բան է փոխվել, հատկապես գիտակից մարդիկ հասկանում են, որ թե իրենց ծնողը զբաղված է, գնում է արշավներ, գնում է առողջ երկարակեցության ակումբ, կյանք ունի, հետևաբար կյանք ունի բովանդակային առումով եւ չի խառնվում։ Շատ հաճախ մենք սկեսուների հետ խնդրեմը կա, ինչից է, որովհետեւ այդ մարդիկ բացի ընտանիքի հոգսից ոչինչ չունեն։ Սկզբում երեխաները իրենց կարիք ունեն, հետո թորներն ունեն, հետո տան հոգսը, բայց մարդը անվերջ այդ ցիկլը այո, եւ ինչ որ մի պահից իրենք պայմանական ասենք պետք չեն։ Մի կին կար իմ հյուրերից շատ կան հաջողության պատմություն, ասում էր, երբ որ վերջին թորնիկս էլ դարավ 6-րդ դասարանը, ես հասկացա, որ ես անպետք եմ։ Ստեղից էլ գալիս է վերաբերմունքը եւ պիտի իրենց համար գործ գտնեն, պիտի իրենց համար երկրաշնչառություն վերցնելու հնարավորությունը տեսնեն, իրենք էլ պիտի չբացառեն։ Շատ հաճախ ախր մեր ավակներն էլ ունեն այդ խնդիրը։ Դուք էլ նկատած կլինեք, երբ որ ավտոբուսի մեջ որևէ տատիկի տեղ է զիջում, ինք ասում է թող թորս նստի, թող երեխան նստի, այսինքն մեր տատիկներն էլ պիտի այդ արժանապատիվ կեցվածքը տանը իրենց իրավունքը, իրենց հագնելու, իրենց դուրս գալու այդ ինքնուրույնությունը, ազատությունը իրենք էլ պիտի ունենան, զգան, պահանջեն եւ կստանան։ Այսինքն միայն տատիկություն անելը, միայն պահածոները, միայն տան հոգսը ակամայից իրենք արդեն սկսում են ապրել այդ ընտանիքի երիտասարդների կյանքով, թորան կյանքով, բայց թորի կյանքը իր կյանքը չի, իր կյանքը իր ընկերուհիներն են, շատ տարբեր է լինում։ Զավակներ կան, որ խրախուսում են, երեխայի պես ձեռքը բռնած բերում են իրենց ծնողին, մի քանի անգամ գալիս են հետո մինչև ինտեգրվում է։ Դեպքեր կան, երբ որ հնաշարժողական խնդիրներ ունի, ուղեկցում մարդիկ համբերատար այդպիսի զավակներ կան։ Այդպիսի պատկեր ունենք մենք, որ գալիս են, նստում են ամեն անգամ ինչ որ մայրը կամ հայրը կվերջացնի իր դասընթացը, իր հանդիպումը եւ ուղեկցում են ճիշտ այնպես ինչպես ժամանակին ծնողն է իրենց տարել երաշտական դպրոց նստել, սպասել։ Մենք խոսեցինք դրա մասին, որ Ալցհեյմերի դեպքում հաճախ նաեւ այդ ինչ որ ամոթի խնդիրն են, հա, ունենում ընտանիքի անդամները, որ չեն խոսում։ Այստեղ գուցե կարիք ունի, դուք էլ իհարկե ուղղեք ինձ, եթե ես սխալ եմ ասում, կարիք ունի նշել այն, որ այս հիվանդությունը եւս կարող է ինչ որ իմաստով ուժ վրա հասնել, եթե մենք թույլ ենք տալիս այդ տարիքի մարդուն կամ այդ տարիքի մոտ գտնվող մարդուն ինքնադրսևորվելու, նոր բան սովորելու, այդ ավելի պիտանի իրեն զգալու հնարավորություններ ունենալու դեպքում եւ գուցե այստեղ կարիք ունենք նաեւ այս գերխնամքի մասին էլ մի քիչ խոսել, որ փոխադարձ է, այսինքն երեխան իր հերթին է փորձում այդ գերխնամքը դրսևորել, ասում չէ դու պետք չի որ աշխատես, պետք չի որ դու սա անես, որովհետեւ մենք մահվան մարդիկ պետք է եւ հակառակն էլ է լինում, որ իրենք էլ ոնց որ փորձում են շատ այդպես թույլ չտալ, որ իրենց հետ կապված որևէ բաներ անեն, քայլեր ձեռնարկեն, ինչ որ այդ էլի խոսում է գերխնամքի մասին եւ այստեղ փոխադարձության արդյունքում տուժվում է եւ այս Ալցհեյմերը փաստորեն ի նպաստ դրա չի աշխատում եւ մենք պետք է փորձենք փաստորեն ինչ որ այլ կողմից բալանսավորված։ Դուք ասացիք, որ համատեղ կարող են չապրել նույն կենցաղում, նույն ընտանիքում, բայց առողջ հարաբերությունները ամեն մեկն իր դիրքում մնալը դա շատ կարևոր է։ Այո, կա թորների համար ամեն ինչ անել, տանել, զբաղեցնել, բայց կա իր ժամանակը, կա իր ցանկությունը այս կամ այն բանն անելու եւ չզբաղեցնելով ծնողին խնդիր չտալով լուսանցքից դուրս դնելով մենք ուղղակի իրեն ուղում ենք եթե ցանկությունն է աշխատելու թող աշխատի մի հաջողության պատմություն կար դպրոց վերադարձած մասնագետ 70 անց ասում էր զավակներս սրերով սվիններով ընդունեցին երբ որ ես ուզեցի էլի աշխատեմ բայց ես կոտրեցի այդ դիմադրությունը տեսնում եք մարդը ամբողջ կյանքը դպրոցում է աշխատել երեխաների հետ իրեն դժվար է նստել տանը, թեկուզ որ նյութական խնդիր չունեն, չուզում պապիկ լինել ուղակի այդպես իջնել տաղավարում նարդի խաղալ, միայն նարդի խաղալ, նարդել է խաղում, բայց մենք դեպքեր ենք ունեցել, որ 68 տարեկանում հիշողության սրճարան եկած մասնագետը գործ է գտել եւ այլևս չի եկել, որովհետեւ շատ զբաղված է, շատ տարբեր հաջողության պատմություններ ունենք։ Երկրաշնչառության իմաստն հենց դա է, ցույց տալ, որ 90 տարեկանում մարդիկ դահուկ են քշում, ապրում են լիաթոք կյանքով եւ տարիքը իրենց դեպքում ընդհանրապես խոչընդոտ չէ, որովհետեւ մտածողության հարցն է։ Ընդհանրապես կոգնիտիվ ֆունկցիաների խթանումը, կարդալը, նոր լեզու սովորելը, այս ամենը մարդու կյանքը երկարացնում է
ուղեղի առողջության առումով սա շատ կարևոր է, որ պիտի զբաղվել անընդհատ, չթողել, չզլանալ։ Մենք միշտ խորհուրդ ենք տալի անել այն, ինչը չեք ուզում անել այն, ինչը ավելի դժվար է, եւ սա ունիվերսալ խորհուրդ է բոլորի համար, մեզնից յուրաքանչյուրի համար, որ այն, ինչ մեզ դժվար է տրվում, թվում է թե դժվար է, այստեղ է, որ մեր ոնց որ ուղեղին քիչոր ենք տալիս, պետք է դա անել։ Խոսելով նաև այդ սեռական տարբերությունների, սեռային տարբերություններից ներողություն, արդյոք Ալցհեյմերի դեպքում կա որոշակի սեռային տարբերություն, կանանց մոտ ավելի շատ է դրսևորվում, տղամարդկանց մոտ ավելի քիչ կամ հակառակը, թե ոչ, ինչպիսին են ընդհանրապես ցուցանիշները, թվերը, ստատիստիկ տվյալները։ Վիճակագրությամբ Ալցհեյմերի հիվանդություն ավելի շատ ունենում են կանայք, քան տղամարդիկ։ Մեր ակումբների փորձով կարող եմ ասել, որ գերազանցապես գալիս են կանայք, հիշողության եւ աջակցության սրճարանում կան ընտանիքներով են գալիս, տղամարդիկ են, բայց պետական ծրագրում առողջ երկարակցության հիմնականում կանայք են։ Սա եւ մտահոգի չէ եւ ունի բացատրություն։ Հայ տղամարդը մինչեւ վերջ փորձում է աշխատել։ Պապիկները մինչեւ վերջ ուզում են ինչ-որ մի բան ստեղծած լինեն, մեկը վարպետ է, ինչ-որ էսպես։ Հետո էլի ստիգման է, որ ուր գա, ինչ հանի, ամաչում են էլ, նաեւ ամաչում են, բայց աշխարհի փորձը մենք տեսնում ենք, որ պապիկներն էլ են գալիս, չէ, տղամարդիկ էլ են գալիս, բայց մեզ մոտ դեռ չենք հասել դրան, բայց մեծամասամբ իրենք աշխատում են, իրենք արդյունք են ստեղծում, բայց նաև ունեն չտկտկալու դրանից բխող հետևանքներով, երբ որ մարդը հիվանդությունը զգում է, տքում է, գնում է բժշկի, բուժում է, իսկ պապիկներն այսպես կանգնած գնում են, ես անկեղծ ասած դրան դեմ եմ, սա համարում եմ խնդիր, նաև իմ համար ոլորտում աշխատող մասնագետի, որ պապիկներն են ներգրավենք, դրա համար երբ որ գնում եմ, տեսնում եմ, ասենք պապիկներ են, համոզում եմ, բուկլետը տալիս են, բացատրում են, իրենք ասում են հա կգանք, բայց մասշտաբային առումով կարող եմ ասել, որ ամեն դեպքում պետական ծրագրում իրենք դեռ ակտիվ չեն նույնքան, ինչքան տատիկները, բայց մեզ մոտ Ալցհեյմերի խնամքում Արարատի խումբում են տղամարդիկ շատ ակտիվ, ունենք, որ գալիս են, Էջմիածնում ենք համոզում, որ գան պապիկներ։ Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը, ինչպես դուք նշեցիք, փաստորեն ունի բավականին լավ փորձառություն եւ համագործակցություն պետական մարմինների հետ։ Կա արդյոք նաեւ համագործակցություն միջազգային կառույցների հետ եւ ինչ ունենք նաեւ դրսի փորձից սովորելու եւ մեզ մոտ ներդնելու իմաստով։ Ես ասացի, որ մենք Ալցհեյմեր Եվրոպա կազմակերպության անդամ ենք, որտեղ նաև 41 եվրոպական այլ երկրներ են։ Ուրախալի փաստ ասեմ, որ սովորաբար զարգացող երկրները դե միշտ հետ են մնում, բայց շնորհիվ դոկտոր Ջեյնի փորձառության ամերիկյան փորձառության լինում է, որ ես միշտ հպարտանալու առիթներ ունեմ, որտեղ մի բան է նոր արարություն ներկայացնում, ասում մենք արդեն կիրառել ենք։ Արևելյան Եվրոպայում գործընկերները Լեհաստան, Չեխազարման ոնց կիրավոց ունեք այդքան հիշողության սրճարան, այս անում եք ձեզ մոտ, բայց դա ինչի շնորհիվ, որտեղ մենք ոնց որ ամերիկյան փորձ ունենք, առաջադեմ օգտագործում ենք, սա է, իրենցից սովորում ենք, փորձի փոխանակում ենք անում, իրենք ինչ հաջող ծրագրերն են, մեթոդներն են։ Օրինակ անցած տարի մեր իտալացի գործընկերները դեմենցիայի մասին իրազեկելու համար մուլտիկներ էին թողարկել, մուլտիկներ մեծահասակների համար մենք դա թարգմանեցինք հայերեն, տեղայնացեցինք կարճ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ուտելիքի հետ կապված կլմանակտի ինչ դժվարություններ ունի դեմենցիա ունեցող մարդը, երբ նրանք չեն ուտում, համալ կերպ են զգում, շատ տարբեր էսպիսի բաներ կա, որ իսկ առաջիկայի համար մեր գործընկերների հետ դրսի եւ առողջապահության նախարարության հետ հույս ունենք, որ այս տարվա ընթացքում արդեն կաշխատենք դեմենցիայի կանխարգելման ազգային պլանի վրա, որովհետեւ նախորդ փաստաթուղթը, որ ունեինք 2023-ից 26 թվականների համար էր, հիմա պիտի որ արդեն մշակենք 2027-2030 թվականը, հուսանք, որ միջազգային փորձագետների, դոնորների աջակցությունն էլ կունենանք, որովհետև այդ հիմնարար փաստաթղթի հիման վրա է, որ երկիրը դեմենցիայի կանխարգելման առումով մեր հաջորդ քայլերը որն են լինելու։ Իսկ այսպես ընդհանուր մոնիտորինգի ենթարկելով եւ գնահատելով ընդհանուր իրավիճակը, այդ թվում նաեւ ձեր կողմից կատարված ծրագրերի ազդեցությունը, որոշակի իմաստով փոփոխություն կա, օրինակ տեղեկատվության բարձրացման իմաստով, արդյոք այդ իրազեկման մակարդակը փոխվել է, թե չի փոխվել, վարքագծի կանոնների փոփոխման իմաստով, ինչպես կգնահատեք այդ փորձառությունը տարիներ անց, որտեղ բավականին երկար ժամանակ արդեն ինչ այս գործունեությունը ակտիվ սկսվել է Ալցհեյմերի ոլորտում։ Միանշանակ փոփոխություն կա, ես ասած 7-8 տարի առաջ ինչ էր, ես հիշում եմ մեր առաջի փորձառությունը, առաջի հիշողության սրճարանը, որ
Կոմայգու քաղաքապետարան դիմացի այգում կա թեյի տնակ, այնտեղ էինք անում, երբ որ մենք հյուրասիրում էինք սուրճը, ամեն ինչ մարդկանց երբ որ գալիս ենք, որևէ մեկը չէր գալի ու ես հիշում եմ այդ շրջանում մենք համոզում էինք մեր հարազատներին, ավակ սերնդի մեր տատիկներին, մեր մորաքույրներին, ասում ենք դուք եկեք, որովհետև եթե իմ հարազատը գալիս է մյուսներն էլ կգան։ Ես հիշում եմ ինչ դժվարությամբ մենք այդ խումբը հավաքեցինք եւ շնորհակալ եմ բոլոր այն առաջի ծիծեռնակներին, որոնց շնորհիվ, որոնց օրինակի իրենց անընդհատ հարցազրույցների միջոցով ասում էին, որ գնում ենք, որ լավ է, ես Յուրա պապիկին եմ ուզում շնորհակալություն հայտնել, իմ մորաքույրն էր գալիս, իրենք բոլորը արդեն չեն գալի, որովհետեւ մի դեպքում գործ են գտել եւ այլն, բայց եղան առաջին ծիծեռնակներ, որ մարդիկ սկսեցին գալ։ Հետաքրքրական այն է, որ ամեն եկող հիշողության սրճարան կամ առողջ երկարակեցության ակումբ իր հետ բերում են ընկերուհուն, դասընկերուհուն, հարևանին, որովհետև իրենք տեսնում են, որ դա միանշանակ լավ է, հետաքրքիր է։ Այո, եւ արդեն խնդիր է դրված, որպեսի թվերը, այսինքն պահանջարկը շատ մեծ է, արդեն բյուջեն Այս ամեն ինչը արվում է իրենց համար անվճար հիմունքներով, չէ՞, սա եւս նշենք, որովհետեւ գուցե մարդիկ, ովքեր ցանկություն ունենան, չպատկերացնեն, թե իրականում ինչ է կատարվում տեղում, լսեն, բայց այդ վախերն էլ լինեն, մտածեն վճարով է կամ չհասկանան, չպատկերացնեն ինչ է տեղում կատարվում։ Բոլոր ծրագրերի մասին, որ մենք խոսեցինք, անվճար են եւ պետական ծրագիրն անվճար, նախապես ուղղակի պետք է հերթագրեն իրենց բնակության վայրին մոտ ակումբը գնան, ես կարող եմ ասել, որ այս պահին դեռ որոշ տեղերում համալրում ենք, օրինակ Զեյթունում ունենք տեղեր, Արաբկիրում դեռ կարող են գալ կենտրոնում, կարող են գալ, ամեն դեպքում հետ չենք ուղարկում ոչ մեկին, որովհետև հասկանում ենք, եթե զարդերը կախել եւ տատիկը եկել է, պետք է անպայման օգտվի եւ աշխատակիցներն էլ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր թիմին, հրաշալի մարդիկ են, հրաշալի, իրենք նյութական շահագրգռությունը չէ, որ իրենց այս ոլորտում պահում են, որտեղ դժվար աշխատանք է, իրենք սիրում են ու օրինակ ես Մալաթիա օրինակը կբերեմ, երբ որ ասում եմ դե թիմը մեծացավ, կիսենք, ինչ որ մի բան անենք, մեր խմբավարը օքեբան ասում եմ ես սիրում եմ իրենց, թող գան, ոչինչ, այսինքն իմ գործը կդժվարանա, բայց եւ այդպես ֆիզիկական ակտիվության խմբերում են, իրենք կապվում են, սիրում են, իրենց կյանքը փոխվում է, իսկապես մարդիկ գալիս են եւ շնորհակալություն ասում, որ կյանքը փոխվել է, շատ Ալցհեյմերը այնպիսի հիվանդություն է, որը ունի շատ այսպես մուլտիդիսցիպլինար մոտեցում, հա, նաև տարբեր մասնագետներ են ներգրավում, ինչպիսին է նաև մոտեցումը ձեզ մոտ հոգեբան, սոցիալական աշխատող, արդյոք հնարավորություն ստեղծվել է այս մոտեցումը եւս պահպանել այստեղ։ Մեր թիմը այսպես միջմասնագիտական է, ունենք հոգեբան, ունենք սոցիալական աշխատող, որ դեպքը գնահատում է, տեսնում ենք ինչի կարիքն ունի, ուղղորդում ենք, եթե հարազատներ կան, հարազատներին դեպք է եղել, որ տեսողության կապված խնդիր եղել օգնել ենք, մի դեպքում հաշմանդամության կարգի, ոնց որ մեր պարտականությունների մեջ ուղիղ չի մտնում, բայց փորձել ենք օգտակար լինել։ Այն դեպքերում, երբ որ նյարդաբանի կարիք ունենք, ուղղորդել ենք մեր մասնագետներին, եթե ցավոք սրտի բանը հասել է հոգեբույժին, ունենք մեր հրաշալի Բժիշկ Փաշիկյանին իրեն ուղղորդել ենք, աջակցել, այսինքն հնարավոր ամեն բան փորձում ենք անել, ընտանիքների հետ աշխատել, իրենք գիտեն, որ կարող են դիմել, մենք կարող ենք ուղղորդել դժվար կացության մեջ են լինում մարդիկ։ Եղել է որ զանգել են ասել են ինչ անեմ, ես ինչ անեմ, ուր տանեմ ծնողս, ես էլ եմ տարակուս ասում ախր ուր տանես, եթե ունի զավակ, ուրեմն դու պիտի պայես, բայց մարդիկ իսկապես դժվար իրավիճակում են, նա պիտի աշխատի, որ խնամի, խնդիր կարող են հպտությունների, որտեղ ծանոթ մարմնում ինքը տեսնում է բոլորովին այլ մարդ, հա, վարքի առումով հարաբերություններ են դժում շատ դժվար է, շատ, որտեղ երբեմն ասում են դեպքեր եղան մամուլում չի պահել, ամեն դեպքի մասին իհարկե առանձին պետք է բանենք, բայց ընտանիքի համար շատ դժվար է, իսկապես դժվար է, որովհետև վարքը փոխված է, իրենք պիտի գնան աշխատեն, որպեսզի ընտանիքին չեն ճանաչում, այո, կասկածում են, տարբեր, շատ բարդ իրավիճակ է, պիտի գնա աշխատի, որպեսզի այդ դեղորայքի, թեկուզ գումարը վաստակի, որ հարազատի համար տանը երեխաների հետ փոքրերը թողել չի կարող, որտեվ ուշ փուլերում վարքի խնդիր կա, իսկապես բարդ է եւ հուսանք, որ զարգացած երկրների պես մի օր մենք էլ կունենանք կյանքի լավ որակ եւ մարդիկ հնարավորություն կունենան նաեւ խնամքի հաստատություններում հիմա կան մասնավոր ընկերություններ, դրանք ամեն միջին վիճակագրական ընտանիքի համար այդ գումարը վճարելը թանկ է, հետո մշակույթի հարցը կա, մարդիկ դժվար է, բայց ոնց իմ ծնողին տանեմ, շատ բարդ է, շատ։ Այստեղ նաև շատ կարևոր է, որ դասական պալիատիվ օգնությունը ճիշտ զարգանա, որ նաև օրինակ հոսպիսային խնամքը հասանելի լինի եւ կարողանան Ալցհեյմերով հիվանդություն ունեցող մարդկանց եւս իրենք ծառայություններ մատուցել, այնպես որ շատ բազմակողմանի է մոտեցումը։ Կա տնային խնամքի ծառայություն, նաև տնային խնամքի մարդիկ
մարդիկ գերադասում են ինչ որ մեկին վարձել մասնագետ, որ գիտի, որ կգատուն իրենց հետ զուգահեռ։ Լինում է կոգնիտիվ խաղերի համար խնդրում են, մենք մեր աղջիկները տնայցեր են կատարում, զբաղվում են, կան դեպքում արդենաշարժական խնդիր ունի կամ ակումբը հեռու է, ինքը չի կարող գալ, այս դեպքում կան նաև վճարովի ծառայություններ։ Ամեն դեպքում չանտեսելը շատ կարևոր է, հասկանալը, որ մի օր այդ խնդիրը կարող է ցանկացածի դռանը չոքել եւ գալ եւ պատահել մեզ յուրաքանչյուրի դա էլ կարևոր գիտակցություն պիտի լինի այս ոլորտում աշխատել, ապրելիս պիտի հասկանանք, որ որևէ մեկը դեռ չի եղել մարդ, որ միշտ մնա 30-40 տարեկան։ Եվ փորձենք առողջ հնարավորինս ծերանալ ու նաև հիշել, որ ծերանալն էլ է շատ կարևոր եւ պետք է դրան ավելի այսպես գիտակից մոտենալ։ Շնորհակալություն Օֆելիա, եւ վերջում մեր հարցը որն է հենց ձեզ համար անձնապես ձեր առողջ լինելու բանաձևը։ Ես Երբ որ վարում եմ հաղորդումը, լսում եմ երկարակյացներին, ես սովորում եմ։ Դա իմ հենց ամենամեծ անձնական, այսպես օգուտն է հաղորդումից։ Ես հասկացել եմ, որ երկարակյաց են բարի մարդիկ։ Երկարակյաց են սովորող մարդիկ, որ նոր լեզու են սովորել, երկարակյաց են նոր լեզու են սովորել, շատ ճամփորդել ենք որպես կանոն նոր զգացողությունների հետևից են գնացել, երկարակյաց են այն մարդիկ, որ առողջ ապրելակերպ ունեն, այն իմաստով, որ հեծանիվ են քշում, սպորտով են, չեն ալարում, վարություններն են անում, սա էլ եմ ես այդպես հետևում եմ, որտեվ ես իսկապես մի կատակ ունեմ, ասում եմ դե 100 տարի ապրեմ եւ իրոք, որովհետեւ կյանք իրական լավ բան է, եթե որակյալ ես ապրում, եթե հագեցած վայելելով ամեն օրը, սա է եւ ուտելիքի մասով էլ իրենք հիմնականում պահում են ուտելիքը, ուշ ժամի չեն ուտում, կոմպենսացված են պահում հիվանդություններ, որտեղ բոլորս էլ ուզում ենք մեկ ավել խմորեղենը ուտել, մեկ ավել քաղցր ինչ որ մի բան է, բայց պիտի հասկանաս, որ հետևել, չալարել գնալ բժշկի, անընդհատ գնալ, որպեսզի հետո հիվանդությունների դեմն առնես, որտեղ զարգացած երկրներն այնտեղ որտեղ մարդիկ երկարակյաց են, Ճապոնիայում ամենաերկարակյացներն են, չէ՞, առողջապահական զարգացած համակարգ կա, մարդիկ գնում են ընթացքում, իրենք նորոգում են օրգանիզմը, զբաղվում են, այնտեղ նույնիսկ կարծեմ ավելորդ քաշի դեմ շատ ինտենսիվ պայքար կա, այսինքն ամեն, ասում ենք, չէ, որովայնի պարագիզը մի սանտիմետրով կիջնի, դա առողջություն է, աշխատում ենք, սովորում ենք, այսպես։ Շնորհակալություն։ Բուն TV եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։